Քաղաքային կյանքը, արագ ռիթմը, թվայնացված շփումը եւ սոցիալական ցանցերը զգալիորեն փոխել են մարդկանց ծանոթանալու, ընտանիք ստեղծելու մեխանիզմները։ Այնինչ տարիներ առաջ տեղի էր ունենում բնական շփումների միջոցով, այժմ հաճախ տեղափոխվում է հավելվածներ, կայքեր եւ մասնագիտացված գործակալություններ։ Այս փոփոխությունները ցույց են տալիս, որ մենակության խնդիրը դուրս է գալիս անձնական դաշտից եւ դառնում է հասարակության առանցքային մարտահրավերներից մեկը։ Ծանոթացման կայքերից գրանցված եղել եմ Tinder-ում մոտավորապես 1.5 տարի առաջ, հայկական բարև ծրագրի մասին եւս լսել էի, բայց Tinder-ը միջազգային է ու այնտեղ նաեւ կարող ես տարբեր երկրներից մարդկանց հետ ծանոթանալ։ Կայքի մասին իմացել էի բլոգերներից մեկի էջից, իր եւ իր ընկերոջ ծանոթության պատմության մասին էի լսել հենց այս կայքի միջոցով ու որոշեցի ես էլ փորձել։ Կայքով ծանոթություն ու հետո նաև հանդիպում ունեցա, հետագայում շարունակական շփում եղավ արդեն կայքից դուրս։ Ես իր հետ ծանոթանալուց անմիջապես հետո ջնջվեցի կայքից։ Հայաստանում նման կայքերին ոչ լուրջ ու վատ են վերաբերվում, ու ես էլ շատ նման մեկնաբանություններ լսելով չուզեցի, որ ինձ այնտեղ տեսնեն ու էլ երբեք չգրանցվեցի։ Թեև այլ երկրներում կամ ավելի այլ մտածողությամբ մարդկանց շրջանում միանգամայն նորմալ ու տարածված է ծանոթության կայքերով հանդիպելն ու նույնիսկ լուրջ հարաբերություններ կառուցելը։ Tinder ծանոթացման կայքում մի աղջկա հետ էի ծանոթացել։ Սկզբում հենց Tinder-ով էինք շփվում, հետո կոնտակտներով փոխանակվեցինք ու շարունակեցինք Telegram-ով շփվել։ Սկզբի ծանոթացման շրջանում ամեն ինչ լավ էր, բայց հետո նա ուղարկեց իր ինտիմ լուսանկարներից եւ նույնն էլ ինձնից ուզեց։ Ես մերժեցի ու հայտնվեցի իր ծև ցուցակում։ Տենց էլ շփումն ընդհատվեց։ Վերջին 10 տարիների ընթացքում ամուսնությունների ընդհանուր թիվը նվազել է մոտ 19%-ով, մինչդեռ ամուսնալուծությունների թիվը 4.3%-ով աճել։ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի վերջին 2024 թվականի պաշտոնական տվյալների համաձայն հանրապետությունում գրանցվել է 15324 ամուսնություն եւ 4689 ամուսնալուծություն։ Այս ցուցանիշերը վկայում են երկրում ընտանիքի ինստիտուտի շուրջ ձևավորվող զգալի սոցիալ-ժողովրդագրական փոփոխությունների մասին։ Սեռային բաշխման տեսանկյունից տվյալները ցույց են տալիս, որ կանայք առավել ակտիվ ամուսնանում են ավելի երիտասարդ տարիքում, հատկապես 20-ից 29 տարեկանում, մինչդեռ տղամարդկանց մոտ ամուսնությունները ավելի հաճախ են գրանցվում 25-ից 39 տարեկանում։ Առկա են ստերեոտիպեր, կարծրատիպեր այն մասին, որ եթե ծանոթանում ես առցանց տարբերակով, ապա ունես այնպիսի ստրատեգիաներ, պլաններ, որոնք որ բաց հայտարարել ամոթ է, դժվար է եւ չի կարելի, բայց տեսեք այս իմաստով նույն Tinder-ը ողողված է մեր հայաստանցիներով եւ իրենք անընդհատ եւ ծանոթանում են եւ բաժանվում են եւ նորից նոր զուգընկերներ են գտնում եւ պարզապես հաղորդակցվում են, բայց որևէ մեկ չի հայտարարում, որ ծանոթացել է Tinder-ում կամ որ Tinder է մտնում, որպեսզի այսօր ժամանց ունենա եւ ժամանակ անցկացնի եւ չունի հեռատես պլաններ։ Իսկապես մենք դեռ ունենք եւ ավանդապաշտություն եւ արդիականություն մեկ հասարակության պայմաններում եւ դա կապված չէ տարիքի հետ։ Սա վերաբերում է բոլորին։ Սոցիալական ցանցերն ու թվային հարթակները հեշտացրել են մարդկանց միջև հաղորդակցությունն ու ծանոթությունները, սակայն մասնագետների կարծիքով այդ միջավայրում ձևավորվող հարաբերությունները կարող են ունենալ նաև որոշակի սոցիալական ռիսկեր։ Առցանց շփումը միշտ կապված է միջնորդի առկայության հետ, իսկ միջնորդը, լինի դա տեխնիկական միջնորդ, սոցիալական ցանցերի տեսքով կամ առհասարակ այն հարթակը, որը որ կառավարվում է ամեն դեպքում, դրանք ցանկացած միջնորդավորված երևույթի պես ունենում են որոշակի ներազդման ռիսկեր։ Երբ որ դու շփվում ես միայն առցանց տարբերակով կամ հիմնականում առցանց տարբերակով, այդ միջնորդավորված կապը ստեղծում է ռիսկեր, որ այն անձը, ում հետ շփվում ես, նա չէ, ինչ մտածում ես։ Մենք ունենք fake պրոֆայլներ, կեղծ էջեր ստեղծելու տարածված պրակտիկա։ Եվ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մեզ մոտ
կեղծ էջերից եւ կեղծ պրոֆայլներից, նկարներից հաճախ օգտվում են տղամարդիկ եւ ոչ թե կանայք։ Վերջին տարիներին Հայաստանում աճում է հետաքրքրությունը ծանոթության օնլայն հարթակների նկատմամբ, որոնցից առավել հայտնի են Բարև եւ Ջերմ հավելվածները։ Այս պլատֆորմները ստեղծվել են նպատակ ունենալով միավորել հայ երիտասարդներին ծանոթություններ, ընկերություն եւ հարաբերություններ ձևավորելու համար։ Հայաստանում արդեն մի քանի տարի է ինչ գործում է ամուսնական գործակալություն, որը նպաստում է միայնակ մարդկանց շրջապատ ընդլայնելուն, նոր ծանոթություններ հաստատելուն եւ ընտանիք կազմելու հնարավորությանը։ Ամուսնական գործակալությունը Հայաստանում դարձել է հարթակ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են գտնել իրենց երկրորդ կեսին, վստահելով մասնագիտական աջակցությանը եւ ապահով միջավայրին։ Շատ կարևոր է հասկանալ այն ինֆորմացիան, այն տեղեկատվությունը, որը որ փոխանցում ենք, օրինակ, այստեղ կարող է վտանգ հանդիսանալ նկարների փոխանակումը, որովհետև հիմա մենք ապրում ենք այն օրերում, երբ արհեստական բանականության գործիքները այնքան հզոր են, որ կարող են ոչ այն նկարը, որը արդեն իսկ կա սոցիալական ցանցում եւ մենք կարող ենք փաստերով ապացուցել, այլև այն ուղարկված նկարը կարող է վերամշակվել եւ շատ տարբեր կերպ պատրաստվել եւ հետո արդեն դառնա շանտաժի առիթ։ Հիմնականում, եթե հակիրճ լինեմ, փորձում են վստահություն ձևակերպել, այսինքն իրենց կյանքից թվացial պատմում են ինչ-որ պատմություն, լինում են շատ անկեղծ, միանգամից կիսվում են եւ հետո սկսում են արդեն հակառակ մանիպուլյացնել, ասելով, որ տես ես քեզ հետ անկեղծ եմ, այ դու էլ ինձ պատմի քո մասին, քո ընտանիքի մասին, որտեղ ես բնակվում, ինչ ես անում եւ այդտեղ փորձում են ինֆորմացիա ստանալ անհասկանալի պայմաններում։ Գուցե դա մտածված ինչ-որ ծրագիր է իրենց ենթադրում, գուցե ուղղակի նա ցանկանում է ինֆորմացիա իմանալ, բայց քանի մենք դեռ շփվում ենք սոցիալական հարթակում եւ տեղյակ չենք նոր ծանոթության այդ մարդու մասին, ով է եւ ինչ ցանկություն ունի մեր հետ շփվելու, որտեղ է գնում մեր ճանապարհը, հետեւաբար զերծ մնացեք շատ անկեղծ լինելուց եւ հիմնականը խոսեք այն ամենի մասին, ինչ ցանկանում եք, բայց վերապահումներով։ Տարբեր երկրներում եւս մենակության խնդիրը վաղուց դուրս է եկել անձնական դաշտից եւ դարձել ծառայությունների, տեխնոլոգիաների ու հեռուստաեթերի թեմա։ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում լայն տարածում ունեն ծանոթությունների թվային հարթակները, ինչպես օրինակ Tinder-ը, Bumble-ը, որոնք միլիոնավոր օգտատերերի հնարավորություն են տալիս զուգընկեր գտնել ըստ տարիքի, աշխարհագրական եւ այլ հետաքրքրությունների։ Այլ երկրներում, օրինակ Ճապոնիայում, մենակության խնդիրը ստացել է պետական մակարդակի ուշադրություն։ Երկրում գործում են հարյուրավոր ամուսնության գործակալություններ, իսկ որոշ քաղաքներ ֆինանսավորում են հատուկ ծանոթությունների ծրագրեր, համայնքային միջոցառումներ եւ արագ ժամադրություններ։ Այնուամենայնիվ, տարեցտարի աճում է ամուսնալուծությունների թիվը։ Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանի գնահատմամբ ընտանիքի ներսում հարաբերությունների բնույթը վերջին տարիներին զգալիորեն փոխվել է։ Մեզ մոտ ամուսնալուծությունների մակարդակը տարեցտարի բարձրանում է, աճում է։ Պետության համար դա շատ վատ է, որովհետև պետության միավորը մասնիկը ընտանիքն է եւ ընտանիքը իսկապես տրանսֆորմացվում է մեզ մոտ նաեւ այն պատճառով, որ մեզ մոտ փոխվել են հարաբերություններ մարդկանց միջև, վստահություն, օրինակ ընտանիքի հիմնական գաղափարը սերն է եւ վստահությունը եւ հարգանքը հասարակության մեջ հարգանքի, վստահության, սիրո գաղափարների տարածումը նվազել է, դրա փոխարեն տարածվում են այլ արժեքներ, նյութապաշտություն, էգոիզմ եւ այլն։ Եվ ահա տեսեք, բնական է, երբ որ մարդիկ ապրում են ավելի էգոիստական գաղափարների մեջ, իրենք չեն ուզում իրենց էգոիզմը կիսել ուրիշի հետ, զիջումների գնալ, իսկ ընտանիքը զիջումների տեղ է։ Հոգեբան Ալվինա Դավթյանի գնահատմամբ կան մի շարք վարքագծային ազդանշաններ, որոնք կարող են վկայել անառողջ շփման մասին։ Նրա խոսքով կարևոր է ժամանակին նկատել նման դրսևորումները եւ ուշադրություն դարձնել շփման ընթացքում առաջացող անհարմարության զգացողությանը։ Այդպիսի նշանները հաճախ վկայում են, որ հարաբերություններում խախտվում են անձնական սահմանները եւ փոխադարձ հարգանքի հավասարակշռությունը։ Առցանց հարաբերությունների ընթացքում առաջին ազդանշանը վտանգի կամ անառողջ լինելու դա այն է, երբ մենք շփվում ենք մի մարդու հետ, ով երկարաժամկետ փորձում է թաքցնել իր իրական դեմքը, խոսում է, ինչպես ասում են, fake edge-ով կամ ընդհանրապես չի փորձում ներկայանալ եւ տալ իր ինքնությունը։ Դա խոսում է այն մասին, որ այստեղ ունենք երկու վարկած, երկուսն էլ պետք է դիտարկել։ Առաջին վարկածը, որ զրույցի ընթացքում པարզ կդառնա, գուցե այդ մարդը ունի որոշակի հոգեբանական խնդիրներ, որոշակի ճնշվածություն եւ չի ուզում ներկայանալ իր սեփական անձով եւ այդտեղ մենք խնդիր ունենք հասկանալու արդյոք ինչի համար է այդ շփումը։
Եվ երկրորդ տարբերակը, որը վտանգ է, որ տվյալ մարդը օրինակ փորձում է, եթե խոսենք դեռահասի մասին, որը մեր օրերում ցավոք սրտի շատ է, փորձում են դեռահասի հետ որոշակի շփում հաստատել եւ տարիքային մեծ տարբերություն կա այդտեղ ու պետք է ինքը ներկայանա այլ կերպարով։ Որպես անառողջ շփում, երբ երկուսն էլ իրենց նկարներով են շփվում են, բայց դեռ իրական շփման չանցած արդեն սկսվում է խոսվել լուրջ անձնական հարաբերությունների մասին, խոսել արդեն ապագայի ծրագրերի մասին, սա չի տանում որևիցե իրատեսական կողմ, որովհետև ամեն դեպքում շփումը պետք է բերել իրական դաշտ, ռեալ հանդիպումներով, որպեսզի հասկանաս, թե ինչ ես ուզում։ Թվային աշխարհը վերաձևակերպել է սիրո եւ հարաբերությունների ճանապարհը, ընդլայնելով ծանոթությունների հնարավորությունները, բայց միաժամանակ առաջ բերելով նոր սոցիալական եւ հոգեբանական մարտահրավերներ։ Վիճակագրական տվյալները, առցանց հարթակների աճող դերակատարությունը եւ մասնագիտական գնահատականները ցույց են տալիս, որ սերն այսօր տեղափոխվում է թվային միջավայր, որտեղ անհրաժեշտ է ոչ միայն բաց լինել նոր ձևաչափերի հանդեպ, այլև պահպանել զգոնություն եւ պատասխանատվություն։